Բարի լույս սիրելիներ։ Այսօրվա ընթերցումը Պողոս Արաքյալի Տիմոթեոսին ուղված երկրորդ թղթից է։ Այս բանն եմ վկայել տալիս Աստծո անունով եւ Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին իր հայտնության օրը, երբ գա իր արքայությամբ։ Եվ դու քարոզիր Աստծո խոսքը, շարունակ հայտարարիր այն, ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանիր, սաստիր, հորդորիր, կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով, քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարտապետությանը, այլ յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը, իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաճով, եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից։ Սիրելիներ, Պողոս Արաքյալը ասում է՝ դու շարունակիր քարոզել Տիրոջ խոսքը։ Շարունակիր Տիրոջ խոսքի մասին խոսել, որտեղ դա է ճշմարտությունը, որովհետև պիտի գա ժամանակ, երբ մարդիկ պիտի երես թեքեն այն ճշմարտությունից։ Ինչու՞։ Ես ավելացնում եմ, որովհետև մարդկանց ձեռնտու չի լինելու այդ ճշմարտությունը։ Փորձելու են խեղաթյուրել, ներկայացնել այնպես, ինչպես իրենք կուզեն, ինչպես իրենց շահը կթելադրեր իրենց։ Այսօր էլ այդպես է։ Այսօր էլ սիրելիներ շատ շատեր կան, որոնք փորձում են Տիրոջ խոսքը հարմարեցնել իրենց կյանքին, իրենց մոտեցումներին, իրենց սպասումներին այս կյանքից։ Եվ արդյունքում ստացվում է, որ խոսքի վաճառողներ են, որովհետև ոչ թե ճշմարտության մասին են խոսում, որ է մեր Տեր Հիսուս Քրիստոս, այլ օգտագործում են Տիրոջ խոսքը։ Այսօրվա հոգևոր նախաճաշը ուղղված է յուրաքանչյուր մեկիս, որպեսզի արթուն պահենք մեր միտքը եւ նաեւ մեր հավատարմությունը Տիրոջ խոսքի նկատմամբ, որ տալիս է մեզ Սուրբ Գիրքը։ Արթուն պահենք այն իմաստով, որ միշտ ընթերցենք, միշտ կարողանանք ձեռքի տակ ունենալ, որովհետև Սուրբ Գիրքը, որ մեր տներում դրված է, ամենօրյա քարոզիչներ են մեզ համար։ Այն քարոզիչներն են, որոնք մեզ հիշեցնում են, որ պետք է կարդալ, պետք է ընթերցել, պետք է սովորել Սուրբ Գրքից։ Եվ ինչքան հեռու մնացինք Սուրբ Գրքից, այնքան ավելի մոլորվելու ենք այս կյանքի ալեկոծումների մեջ։ Ուրեմն, սիրելիներս, եկեք հավատարիմ մնանք այդ խոսքին։ Չհետևենք այս եւ այն շեղված մտքերին, մեկնություններին, այլ ուղղափառ տավանությամբ, այն վարդապետությամբ, որ մեր եկեղեցին սնուցել է իր զավակներին հազարամյակ շարունակ, հազարամյակներ շարունակ։ Մնանք այդ վարդապետությանը հավատարիմ եւ Տիրոջ խոսքով սնվենք, որպեսզի մեր քրիստոնեական ընթացքի մեջ որևէ շեղում չունենանք։ Բարի եւ խաղաղորդ ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։